Ողջույն ժողովուրդ ջան, բարի երեկո ձեզ։ Սենց մի հատ կարճ եթեր անեմ այսօրվա դեպքերի հետ կապված, այսօրվա թեմաների հետ կապված։ Ցավոք շատ թարս վաղտ եմ հիվանդացել փաստորեն ու վաղն ու մյուս օրն էլ աշխատանքի չեմ լինի, այսինքն երկուշաբթի օրը երևի ամենայն հավանականությամբ նոր գործի կգնամ։ Բայց ցերեկն էլ ճիշտն ասած ուզում եթեր անել, բայց տաքությունը շատ բարձր էր, հարմար չէր, հիմա մի քիչ հարմար է։ Կապված է խոսքը տերորիստների հետ եւ ավելի շատ խորքային անասունների հետ, նրանց հետ ովքեր որ սատարել կամ շարունակում են սատարել, եւ ինչու ոչ կիսատ-պռատ բաներ ենք նկատում, ինչը պետք չի թույլ տալ, չի կարելի թույլ տալ։ Օրինակ ցուցակ ենք նայում, ցուցակի մեջ անուններ է գրած, յանի այդ իրանց տերորից հետո երբ որ հեղաշրջում հեղափոխություն անեն, ով ինչ պաշտոնի պիտի գնա։ Դրանց պետքա հավքել տանել խուցը ու կոնկրետ ճշտել, իրանք տեղյակ եղել են այս ամեն ինչից, թե չէ, որտեվ այդ ամեն ինչից տեղյակ լինել ու չասել նշանակում է հանցագից լինել։ Ուրեմն այս բանի վրա չպետք է աշկ փակել, դա մեկ։ Երկրորդ Ես խորքային անասուններին է էլի խոսքս ուղղում, ես ձեզ չեմ ուզում վիրավորեմ, բայց 1000 անգամ ձեզ ասում բացատրում ենք, 4-5 տարի համարյա նույն բանն ենք ձեզ բացատրում։ Ասում ենք, այդ ձեզ թվում է, թե դուք եք մտածում այն ամեն ինչը, ինչ որ հիմա խոսում եք։ Հիմի տեսակ ձայնագրություններն էլ լսեցիք, որ ասում են բանա, այո, դա տեխնոլոգիա է, պետքա ճրագը վառել, որովհետև այս անասունները սիրում են ամեն ինչի հիմնադիրը իրենք լինեն, ուստի պետքա ցույց տալ, որ այո, իրենք են դա անում, իրենք են դրա մասը։ Հիմի հասկացաք թե չէ, արա 5 տարի ասում ենք, ասելուց հետո մենք դառնում ենք ձեր թշնամին, ասենք տենց չի կարելի։ Մինչև հիմա ինչ լսել եք, ինչ խոսել են, սխալ է եղել, սուտ է եղել, կեղծիք է եղել։ Հավայի ձեզ օգտագործել են իրենց շահերի համար։ Հիմա նայեք, տարական բան եմ ձեզ ասում։ Ուրեմն նախ եւ առաջ բոլոր նրանք, ովքեր որ դեռևս շարունակում են սատարել այս տերորիստներին, նույնպես պիտի պատասխանատվություն կրեն, որովհետեւ տերորիզմը սատարողները պակաս տերորիստներ չեն, սա մեկ։ Երկրորդ Ոտքերս լողում է։ Եթե հանգարց ստացվեր նրանց մոտ, ասենք թե վերցնենք, որ ստացվում է, ասենք ձեր մամման ավտոբուսով գնում է, կամ ձեր երեխեն դասի է գնում, յուղը շպրտում է ձեր աղբերը ավտոբուսի վրա, ոչ եմ, քաոս են դες ստեղծում, մաժարներ են անում։ Հիմի եթիմներ, դարի մի ասա, այս ամեն ինչը սատարել եք դուք, ձեզանով են իրանք մտածել, հասկանում եք, ձեզ հաշվի առնելով, ձեր էշությունը, իսկապես ձեր էշությունը հաշվի առնելով են այս ամեն ինչը մտածել։ Ու մենք ձեզ էդի փորձել ենք բացատրենք, մինչև հիմա ինչ են անում։ Առաջի ժամերից սկսած մինչև հիմա, քծում տարածում, նենց են անում, որ անլրջացնեն իրավիճակը, յանի ում հասնի բռնում են, յանի այ վախենում է, Նիկոլը վախերից է տենց անում, վախերից դուք եք էշություններ տարածում, հիմարներ, արա, ոնց ասեմ ձեզ ախր, տարական բաներ այն գառնիկը, արա գառնիկ, արա, մի շատ էլ մի երկու հատ կայֆավա տեղանք վրա, այդ քեզ դրել ես եսի ինչի տեղ, ինչ է նշանակում, արհեստական բանականություն, արհեստական բանականությունով մարդ են ձերբակալում, այ ախմախ, արա, այ Աստծո ստեղծած անասուն, արա, արհեստական բանական, դու արհեստական բանականության բանի ու ժուչոկի ձայնագրությունը չես կարող իրարից տարբերես, արա դու։ Այն Հայկուշիկը, այն Հայկը Մամիջանյան գնացել է դե եթե Սիվիկը, նախ Սիվիկը պատվալ չունի, պատվալը ձերն է ոնց նայում ենք, արա, պատվալներում ինչ ասես անում եք, արա, սա մեկ։ Երկրորդ, հիմի տեսարք, օրվա մեջ տեսակ ինչ էր կարա։ Հիմի ձեր խմբակցությունները պիտի հայտարարություններ անեն։ Համ ձեր խմբակցությունները պիտի հայտարարություններ անեն։ Համ են բջի լակոտ են, Կտրիշ Ներսիսյանը ինչա։ Համ այդ բջի լակոտը պիտի հայտարարություն անի։ Եթե հայտարարություն չեք անում, ուրեմն այս ժողովուրդը պիտի ոդի, եթե ժողովուրդ ոդի չեն կանգնում, սրանց վերջնականապես Հայաստանից լարենք, որ մկանցակը 1000 թուման տան,
Ուրեմն մեզ հաստում է տերորել տո ամեն ինչ էլ, էդ էլ ասեմ իմացեք ոբշո։ Ինչ ուզում անում են արա, ինչքան ուզում ինչից տերորը ձեռները բռնել ես, բերանները 8-ը 6-ի վրա բացել են ղժում են արա։ Էսով են արա, էս ինչքան են ձեզի բան տվել արդեն արա։ Իրավապահ մարմիններին եմ խոսքը Ժորժ ջան կներեք վատ առողջ եմ հələ որ բայց կդզվեմ շուտով կդզվեմ ու կհասկանամ հիմա դուք հասկանում եք չէ որ հիշում եք որ ասում է բանա այդ որ Փաշինյանը ասում է ազգային անվտանգության հարց կա երեխա մերեխա հարցը մենակ երեխա ունենալու չի դրա ավելի լուրջ բաներ կա այդ որ ասում է նաև սրա այս ամեն ինչը նկատի ունի ավելի վատ բաներ էլ կան Հայաստանում զենքը ծփում թող Ղարաբաղից էլ են հետները բերել պատերազմի վախտանից էլ են բերել թող բանի վախտան այդ ապա շրջափակումից հետո էլ են բերել Եկեղեցին ինչ անի եկեղեցին հեսա կասենք եկեղեցին չենք ասում անի տվարներին նայի դու հələ նստել է Աչապայաններ չէ ասել եկեղեցին ինչ անի եկեղեցին ոչ մի բան չի անել դուք պիտի անեք այդ կտրիշներ այդ տերորիստ խմբով արա ուրեմն հա հիմա հա Գարո ջան հիմա ես մեր սփյուռքի հայությանն եմ ուզում անդրադառնամ որովհետև ես վերջերս մի քիչ շատ նենց գործնականով շփվում եմ նայում եմ ինչ որ ուղեղները թափել է ասենք այդ ինչ է եղել ժողովուրդ ջան բանա մի քիչ շատ եք ոնց որ օրվա կտրվածքով մունդրիկներին լսել տենում եք որ ժամանակի ընթացքում պրիվետ աբո ջան ամեն ինչն էլ ազդում է ձեր ուղեղի վրա վախտին նորմալ հասկանում գնահատում եք ինչը ինչից հետո է այսօր մի ժամ բան ենք բացատրում որ ուղեղներդ բան մտնի ոչ էլ պետքա բացատրենք չեք ուզում չենք էլ բացատրի արա ուրեմն նայեք Եթե մարդ կա, որ կարծում է, որ տերորով պիտի բան փոխվի այս երկրում, ուրեմն ինքը հակապետական, հակաժողովրդական անասունից զաքա, տվարից զաքա, բջի լակոտ է, կոնկրետ, ես կեղտոտ բառեր չեմ օգտագործում, բայց մտածեք, որ աշխարհի ամենակեղտոտ բառերն եմ ասում, հիմա ասեմ խի, որովհետև, երբ որ տերորով պետությունը զավթվում է, նա վերջ աշխարհում կորում է այդ պետությունը Ոչ միայն մի 30 տարով է կորում, այլ շատ հնարավոր է առհավետ դառնում է, չգիտեմ, Ուգանդա, չգիտեմ, Տոգո, Գինեյ, ես շատ գիտեմ, մի հատ այսենց երկիր, չկլասի արա։ Եթե ձեզ թվում է, մանավանդ Ռուսաստանում ապրող հայեր կլինեն, Ամերիկայում կլինեն, դաշնակ, մաշնակներ կլինեն։ Հոկտեմբերի 27-ին այդտենց Հայաստանը կորավ աշխարհի երեսից, քարտեզի վրայից Հայաստանը կորավ։ Ձևական մի հատ նախագահ գնում էր Ես մի հանդիպմանը, բայց անգամ այդ հանդիպումներին շանտեղ չէին դնում։ Իսկ հիմա, եթե բանա, հանկարծ ստացվում էր տերորով հեղաշրջում անելը ու զավթելը երկիրը, ոչ միայն դա դառնում էր Ռուսաստանի մարզը, ռուսաստանցիներին եմ ասում, շատ եք ուզում, տենց Ռուսաստան դառնա ամեն ինչը ձեր համար, մնացեք դե ձեր համար ապրեք, արա ինչ գործ ունեք Հայաստանի հետ։ Եվ երկրորդ, բաներ ելնում։ Բարը մտքերս լողում չեմ կարող մտքերս կներեք բայց միտքը հասկանալու կորում է Հայաստանը քարտեզի վրայից չի կարելի արա չի կարա մենակ Հայաստանը չէ պատկերացրեք աշխարհում մի հատ երկիր որը զավթում են տերորիստները վերջ որոշում են իրանց մեջ ով ինչ որ մասը պիտի կուրացիանի աշխարհից հիմա ինձ ասեք մի հատ երկիր որ պետք է շանտեղ դնի ինչ որ մի հատ ստերայով համագործակցի տերորիստների հետ ասենք ձեր ուղեղի մեջ դուք բավարշե գիտեք պետությունը ինչ է նշանակում արա դուք հասկանում եք պետությունը ինչ է աշխարհի քաղաքական քարտեզն ինչ է տարբեր միջազգային հարթակներն ինչ ուղեղների մեջ մտնում է դա ինչ է բավարշե հասկանում եք դուք արա Դա շանտ ծնունդություն է, ինչքան ուզում եք, նախ այդ ատելությունը ձեր մեջ դրած է, դուք այդքան չկաք, որ ձեր ջոգելով ատեք կամ սիրեք, բայց ինչքան էլ ատեք իշխանությանը, դուք չեք կարա սատարեք տերորիզմը, արա, հասկանում եք, տերորի միջոցով իշխանություն զավթումը, չեք կարա սատարեք, որովհետև դա լրփի տղություն է հասկանում եք, թե չեք հասկանում, արա Դա դավաճանություն արա, ոնց ասեմ ձեզ, դավաճանություն է, դա սեփական պետության երկրի հանդեպ ու սեփական ձեռքերով պետությունը թաղելու գործընթաց է դա արա, հասկանում եք, թե չեք հասկանում արա, էլ ոնց ձեզ բացատրեմ, որ ստե մտնի,
Ջանդամ սիրեք, չեք սիրում ջանդամ սիրեք, նենշի մեր ուշքը ձեր նման խորքային անասունների համար էթում արա։ Բայց պետությունը տուտ պրիչոն ոչխարի զավակներ արա։ Այդքանից հետո այսօր փորձում էին էլի սենց երեսները փրկեին։ Թե բա եկեղեցին, թե բա էս, թե բա են, տո շանց ծանունդներ, դուք ուր եկեղեցին ուր արա։ Դուք ինչ կապ ունեք, դա թրքեր արա, թրքեր, դուք ինչ կապ ունեք եկեղեցու հետ Կտրիշ Ներսիսյանա, Աչապահյանա ու չգիտեմ Վազգեն ախր դուք ինչ կապ ունեք եկեղեցու հետ այդ թրքեր։ Կտրիչ քորտնության պես բեսի տղեն որոշել հեղաշրջում անի արա։ Զենքեր մեծ այդ այլ եկեղեցին արա։ Դե իմի խորքային անասուններին եմ ասում, կգնաք Վազգեն Գալստանյանի աչը պաչելու արա։ Թե բա Բայ տեսեք մի անգամից քաղաքական հետապնդում է եւ ոչ ժողովուրդը սատարում է այս գործընթացները ու բոլոր նրանք ովքեր որ այս բոլոր տարիներին պետության դեմ են գործել դրանք ոչ միայն ճաղերի հետևում պիտի հայտնվեն դրանք չգիտեմ вообще դրանք պետք է գոյություն չունենան ես չեմ ասում ֆիզիկապես ոչնչացնելու մասին չեմ խոսում նրանց չնայած Էդ էլ վատ տարբերակ չեր լինի, բայց առհասարակ սրանք պիտի իրանց գնահատականը ստանան։ Սրանք պիտի ամոթից իրանց հարևանների երեսին չկարենան նայեն։ Ուրա։ Լոսում էլ կան, տո մենակ լոսում կան անուղեղներ, այդ ցավը տանեմ։ Հասկանում եք ոնց է, մեռել ենք ասելով, 1000 անգամ մանրամասնել եմ, 1 միլիոն անգամ, ասել եմ ախպեր Նորմալ է, որ ասենք օրինակ Ամերիկայում 50 ավելի քան 50%-ը հենց իմի Թրամփին չի սիրում։ Արա բայց ոչ ոք չի կարա այնտեղ տերորիզմով փորձի իշխանություն զավթի, որովհետև Միացյալ Նահանգները կկործանվի, հենց այդ պահին հասկանում եք։ Սրանք արա չեն հասկանում, երբ են իշխանության դեմ գործում, իշխանության դեմ իշխանություն եք գործեք, դա ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացու իրավունքն է։ Ես այդ իրավունքը հարգում եմ, հասկանում եք, որովհետև ես հեղափոխություն եմ արել իրավահավասարության մասին, հեղափոխություն եմ արել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը իսկապես գործի բոլորիս համար հավասար, ցանկացած ընդդիմադիր գործիչ բնականաբար պիտի իշխանության դեմ աշխատի, բայց դուք չեք զանազանում իշխանությունն ու պետությունը ու ժողովուրդը, ես իրեք բանը խառնել եք իրար, գումարած դրան Սրանք մի անգամից միքս էին, հիշում եք այն բջի լակոտը, որ ասում էր հոկտեմբեր 20 անբարոյականի զավակը, որ ասում էր հոկտեմբերի 27-ը էդի բանա, պորտկում էր, իսկ հոկտեմբեր 27-ը երկուսը սրբության սրբոց։ Այ այսօրվա համար էր ասում։ Այ նախ պիտի ժողովրդին նախապատրաստեն, այդ տիկտոկներով լցնեն, այ միշտ էլ այդ է եղել, 4 տարի դրա դեմ ենք աշխատում, Բա ինչի դեմ ենք աշխատում, դրա դեմ աշխատում ենք անունները զելելա Նիկոլական, այ դրա համար եմ ասում, ես Նիկոլական չեմ, ես կեղծիքի դեմ կռիվ տվող եմ, չնայած այո սատարում եմ Նիկոլին, բա ում կարող է գամ տերարիստներից սատարեմ, այ ֆունցիկներ արա, սա այսպես է, բայց զուգահեռաբար սատարում եմ նաև ցանկացած մեկին, ով պետությանս համար բան է անում, ցանկացած մեկին, ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով պետությանս մասին է աշխատում Համբալներ, արա, հելելեք, ես էլ որերոր դեպքն արդեն, ու գիտեք ինչ է ասենց լինում, որովհետև բոլորը չի, որ մենակ գործող անձանց են հավքում տանում, ես չգիտեմ, էլի, հա, ապրեն, որ բացահայտել են, բայց կներեք, էլի, բացահայտելը մի բան է, դրանց ձերբակալելը մի բան է, նրանք ովքեր տեղյակ նեղելու չեն բանարել, դրանց էլ պիտի հավքեք, արա, որովհետև հանցագործան մասին իմանալ, բայց դրա մասին իրավապահ մարմինների հետ չաշխատել, դա նշանակում է հանցակից լինել։ Հիմա այն Ռուբեն Մելիքյանին բիճը, որ ցուցակի մեջ գրած էր, ասես ցուցակ էր, չէ՞, թե որ Սֆերանով պիտի կուրացիա անի, նախարարներ էին որոշի արդեն։ Ինչ տեղյակ չեղել այդ ցուցակից, կամ տեղյակ չեղել, բայց ո՞նց ալնելու, որ սենց է լինելու։ Այդրանց սաղին պիտի հավքեք, արա։ Սաղին, այն մյուս բիճը, այն որ առավոտի ծիրիկուն նստած, այն որ իրաց պատկերացած արտգործ նախարարն է, այն որ առավոտի ծիրիկուն նստած սատիկ նյուզերով եսիմ ինչեր ամ, առհասարակ այդ սատիկ նյուզերը պիտի բան անեք, արա, տիրություն արեք, պատերազմ են հայտարարել, լրատվականները պատերազմ են հայտարարել, սենց բան ոչ մի իրան հարգող պետությունում չկա,
Հասկանում եք, ու դրանց նմանների հախից գալը вообще չի նշանակելու լեզվի ազատության կամ լրագրողական ազատության դեմ ինչ-որ բան անել։ Ժողովուրդը, հայ ժողովուրդը, հասարակությունը մեծա տերորի է ենթարկված։ 5-րդ տարին է, ամեն օր 24 ժամ, արա։ Էլ ոնց ասենք ձեզ։ Մարդը հելել է, բերան, իրա բերանով, ժուրնալիստների միության նախագահն է, ասում է բանա, պատերազմ, ես ընդունում եմ պատերազմը, դե որ տենց է, այն անժիկն էլ հելել է, ասում է, այն ապուշի համար, ասում է բանա, այո, խրամատը բան, ես կողմենքով, արա սրանց նմաններին պետք է 45-ից ավել մենակ բաներ ունեն, կայքեր ու կանալներ ունեն, այդ հլը օֆիցիալը, ես չեմ խոսում բոտերը ու են իրաց ապուշ բաները, ես խոսում եմ օֆիցիալները, Ես սատիկ նյուզերի հախից էլ է պետք գալ, արա, որովհետև հենց իմիկվա դրությամբ զբաղված են սրբագրելով այս հսկայական գործողությունը, մեղմելով այս գործողությունը, փոխելով ինչ-որ մանիպուլյացիաներ անելով, արա, կամ են պլանի մեջ, ես երեք ուզում եի եթեր անել, ուղղակի երեք վաբշե չէի կարա, այդ բանը, որ ռազմավարական պլանը, որ հրապարակվել էր, Այդ պլանը, որ ծերից ծեր կարդում եմ, 20-21 թվերը աշկից դեմն է գալիս, ու 20-21 թվերին ես ձեզ պատմում եի, թե ինչ են անում, այդ սաղ գրածեր ընդեր, ու հիմա էլի ուզում էին անեն, այդ էին անում, Նիկոլի դեմոնիզացիա, մնացածը արդեն տեխնիկայի հարցը, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան գրած է մեջը, պետք է դրանց հերթով կանչել մատ բանը, կանչական կոմիտեները եկեք ստեղ արա, եկեք տենանք դուք վաբշե սրանից վրոզինս տեղյակ չեք եղել, են փոքրիկ գլխիկին էլ այդ են բջի տաղուն արա վաբշե իսկական Սաղին էլ պետք է հավկել մատել է հարցակն էլ տենալ ես ոնց ես ինչ արա Ես պետությունը ուզում եք կործանեք արա եթիմի վաստակներ արա Ձեր հորտնից եք բրել միասել է ամբարյականի ծրտապացներ բրադյաշի սպերմատազոիդներ արա Կյանքներս կերել եք արա Իրանց ասում ենք պողերը ինչ գողացել եք բերեք այդ դրեք տեղերը իրանք տանում են լրատվական կայքերի վրա են Ռուս եղբայրներն էլ մեզ կօգնեն դեռ։ Հենա տեսանք ոնց օգնեցին, Պեսկովը արդեն թռնողական էր մտել։ Էս չեք արա։ Ժողովուրդ, էս ամեն ինչը սենց չի կարելի թողնել։ Էս ամեն ինչին մատերի արանքով չնայեք հանգարց։ Ես ես բան եմ ասում, վաղը մյուս օր ձեր երեխեքի աշկերին չեք կարենալու նայեք ու չեք կանալու բացատրեք, թե իրանք խի պետություն չունեն։ Սրանց դեմ պետք է գործողություն, պետք է պարտադրել, որ այդ կուսակցությունները փակվեն վերանան վաբշե։ Այս համբալների կուսակցություն, հակապետական այս կուսակցությունները, то ոչ միայն այդ երկուսը, то այն Միրան, Մուրան, ով չի ալարում արա, ինքը ելնում թռնում է ուրիշ երկիրը սխ կուսակցությունա բացում, սկսում է պետության դեմ խաղեր տալ արա։ Համբալներ արա։ Ու հենց իմիկվա դրությամբ Տաշիր Սամոյի բանն են, որ իրավաբանական խումբը աջակցությունն է իրա հայտնում։ Չհասկացանք արա, ում եք հայտնում, տերարիստերին արա։ Տերարիստերին աջակցություն եք հայտնում։ Համբալներին նայի, դրել են իրաց, խորացել են, որ սես մեղմ ենք լինում, ասենք, մենք ժողովրդավար տեսակ ենք ու փորձում ենք մեղմ վերաբերվենք, ըմբռնումով մոտենանք շատ հարցերի, ու մի քիչ ավելի ժողովրդավար, մի քիչ ավելի կուլտուրական, համբալները առը թռեն են իրանց լրիվ արա, լավ իմացեք, այն ինչը չի անի իրավապահ Մարմինը, այն ինչը չի անի քաղաքական ներկայացուցչությունը, կանի ժողովուրդը, Ժողովրդին հունից չհանեք, այս ժողովուրդը շատ լավ գիտի պետությունը ինչ է նշանակում, շատ լավ գիտի այդ պետության համար թափված արյան արժեքը, արա ձեր համար դաշտ չեղավ արա, այն մի անգամը որ հելան դաշնակներով միտինգ անելու իրաց ցուցակը որ բացվավ, այն որ զոհվածների ծնողներին առաջի շարքում որ ուդարը իրանց վրա վերցեն, որ ինչի համար, որ հետո կան գրեն, նայեք զոհվածների ծնողներին ոնց են կաշկշում, արա ձեր համար դաշտ չեղավ այդ դուրրակներ արա Շատ են մտքով կույրերը գարոջան, որովհետև սատիկ նյուզը մեդիա տերորի է ենթարկում հայ ժողովրդին, մեդիա տերորի, հայ ժողովուրդը ամեն օրով բուլինգի է ենթարկվում, մի կրակը չի ինքել, որ մեդիա գրագիտությունից զուր կա, ուրեմն կարելի է այս օրը քցել արա, բայց իրա պաշտպանվածությունը որտեղ մնաց արա, Պաշտպանված լինելու իրավունքը։
Այսօր հեսա հիմա բանը ոնց հասկացա Ալեն Սիմոնյանն է Պետրոսի օրը գնանք նայենք ժողովուրդ ջան կարճ եթեր է ուզում անեի ես մի բանի համար է այս եթերը ես չի կարա անցնի գնա սենց ու հանգարց ես լուրջ եմ ասում ես խիստ կհիասթափվեմ ցանկացած մեկից ով որ էսի արագ մոռանա նենց որ ես մի երկու օր լավանա սրանց դեմ պետք է գործողություններ ձեռնարկել ու ի աջակցություն նման կոշտ մեթոդներ կիրառելու նման սրիկաների հանդեպ նույնպես պետք է հավաքներ անել այո ժողովուրդը իր աջակցությունն էլ պիտի ցույց տա որ նման բաները սատարում է ու հետ չի կարծում թե դա բռնությունական բան համբալներին է սա բռնապետությունը ձեր մամաների օջախներում լրպի ծնունդներ կյանքներս կերել եք կտենակ հեսա որն է լինում բան բռնապետություն 5 տարի բռնության մենք ենք ենթարկվում դուք եք բռնապետությունից խոսում սրիկաներ կներեք ժողովուրդ ջան բայց դեռ կմարանանք ես նենց կուզեի դետալային եթեր անել բայց ոնց նայում եմ դեռ կա հլը կմարսենք մի հատ էս ինչ որ տարածվում է այդ ամեն ինչը լսեք հաշվարկեք մարսեք հետո խորքային կանդրադառնանք իսկ կտրիչ Ներսիսյան քեզ դու չես պատկերացնում քեզ ինչ է սպասվում դու կոնկրետ չես պատկեր ու սաղ այդ պղծերիդ ովքեր որ սատարել է կտրիչին Ներսիսյան կլինի տեր այն զարեհան նման ոչխարներին կլինի տեր կլինի քահանա կլինի ինչ ուզում լինի որ մեկը սատարել եք պղծությունը որ մեկը սատարել եք տորրեկությունը որ մեկը սատարել եք այս տերորները դուք սաղը ձեր հալը կտենաք դուք էրնեք եք տալու մենակ թրաշվելով բրծնեք դուք էրնեք եք տալու ազատագրվելու է եկեղեցին էլ ազատագրվելու մեր պետությունն էլ ազատագրվելու է չարքերից ու դա անելու է ժողովուրդը հենց այս ժողովուրդը հենց իր սատարելով թե իրավապահ մարմիններին તો դուխել տալով իշխանություններին այդ անկախ նրանից իշխանության ով է սատարում ով չէ այս գործողություններով պիտի կանգնենք թիկունքին ու ցույց կտանք ինչքանով ենք կանգնել այդքան բան լավ եղեք ժողովուրդ ջան բարի գիշեր ձեզ